Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ, եկեք մի փոքրիկ անդրադարձ կատարենք, երեք թեման գցեցինք, նետեցինք դաշտ, այսպես ասած, բայց չանդրադարձանք խորքային։ Ռոբերտ Քոչարյանի հայկական համալսարանում տված հանդիպման ժամանակ հնչեցրած մտքերին եւ այլն։ Իհարկե Քոչարյանի խոսույթին անդրադառնալը չգիտեմ որքանով է ճիշտ, որովհետեւ պետքա ունենալ գրեթե նույն մտածելակերպը, նույն մակարդակի լինել, որ կարողանալ ըմբռնել ու հավուր պատշաճի հակադարձել, բայց չի ստացվում դա։ Հասկանում եք, ասես նայում ես, չես բայց թողնել այդպես նույնպես չի ստացվում, որովհետեւ ամեն դեպքում կան մարդիկ քաղաքացիներ, ովքեր կարող են ազդվել, այսինչ խելացի բաներ եւ այլն։ Առավել եւս որ այնտեղ երիտասարդներ են նստած, ուսանողներ, ովքեր ես անկեղծ եմ ասում, ամենաշատը այդ երիտասարդների վրա նեղվեցի, ովքեր այնքան անտեղյակ են շատ գործընթացներից եղել, որ ասես նստած լսում են ինչ-որ շատ գեղեցիկ, քաղցրածոր, այսպեսի խոսույթ, չգիտեմ, թե ինչքան լավ է եղել ժամանակին, երբ դեռ իրենք ծնված չեն եղել կամ նոր են ծնված եղել։ Ու սենց այդ գույների մեջ չեն կարողանում նկատել թաքնված սուտը, կեղծիքը եւ որ կարեւորն է, ախմախությունը։ Որովհետեւ դպրոցներից սկսած, ինստիտուտից վերջացած չեն սովորել պատերազմող, այսպես երկրում փխրուն հրադադարի ռեժիմով ապրող երկրում չեն սովորել զենքն ինչա, չեն սովորել պատերազմն ինչա, ինչու է Արցախի հարցը, Հայաստանի Հանրապետությունը ինչ խնդիրներ ունի սահմանագծման, սահմանազատման հետ կապված, ինչ է նշանակում գույք պարտքի դիմաց առհասարակ, եւ այլն եւ այսպես շարունակ, իրավունքների ոտնահարումներ, մեր դպրոցներում իսկապես անկեղծ եմ ես ասում, երեխային իրավունքներ չեն սովորեցնում։ Եվ դա շատ վատ է։ Չափազանց վատ է, ինչ է իրավունքը։ Իր իրավունքը որն է, դիմացին իրավունքը հարգելը, չեն սովորեցնում նման բաներ, ու դա շատ աղետալի է։ Գոնե, գիտեք ինչ, դպրոցական մակարդակով, ես չեմ ասում սահմանադրությունը դրեք առաջները, ասեք անգիր արեք, չնայած դա էլ կարելի է, բայց բազմաթիվ այլ բաների փոխարեն։ Բայց գոնե մինիմալ շփում, իրար հետ շփում, եթե իրավունքից տեղյակ չեն, հարգանք սեփական իրավունքի եւ դիմացին իրավունքի հանդեպ, բնականաբար շփումներն էլ ճիշտ չեն դասավորվում։ Եվ դպրոցներում այսօր շատ վատ բաներ կատարվում են։ Եվ շատ դեպքերում նաեւ ինչու ոչ, աշակերտ ուսուցիչ հարաբերություններում մենք տեսնում երբեմն խնդիրներ։ Այս ամենը իրավունքների չիմացությունն է։ Մի խոսքով, սա դեռ մի կողմ, մենք կանդրադառնանք կրթությանը դեռ։ Որոշեցի դիտեմ, ես էլ դիտեմ Քոչարյանի այդ հանդիպումը, ինչ է խոսում եւ այլն։ Անկեղծ եմ ասում, ժողովուրդ ջան, ուրեմն ես միշտ կարողանում եմ համբերությամբ ամբողջը լսել, որովհետեւ գիտեմ, որ հետո պիտի գամ հեռուստատեսություն, կլինեն հարցեր, պետքա կարողանամ տեղեկացված լինել, որ պատասխանել, պիտի իմանամ, ով ինչ է ասել, ինչու է ասել, բայց անկեղծությամբ եմ ասում, այս վերջին այդ համալսարանում հանդիպումը բոլոր ռեկորդները սահմանեց ու ես չեմ կարողացել ամբողջը դիտել։ Ես սենց դիտել եմ հատվածաբար տարբեր թեմաներին անդրադարձ, այն էլ շատ կարճ, չեմ կարողացել։ Որովհետև ամբողջը դիտելու համար պետքա զուգահեռ կողքը նստած մարդ լինի, որը անընդհատ ասի մի րոպե սխալ ես ասում, մի րոպե սխալ ես ասում, չես կարող մեկ բան անել։ Բայց մի քանի մտքի փայլատակումների անդրադառնանք, այնուամենայնիվ։ Նախ համեմատությունը Արցախյան առաջին պատերազմի, քառորյայի եւ 44-օրյայի հետ։ Եվ ինչ խոսույթ էր կազմակերպած։ Ռոբերտ Քոչարյանը ուղիղ ասում է հետևյալը։ Ասում է ինչպես հաջողվեց, որ փոքր Արցախը հաղթեց 9 միլիոնանոց Ադրբեջանին։
Ու սկսում է բացատրել, ինչպես ստացվեց, կարգապահություն, արցախցիների ոգին, բոլորը կռվում էին գրեթե։ Գիտեք, ես չեմ ուսումնասիրել, բնականաբար ոչինչ, արցախցիների մասնակցությունը իհարկե Արցախում է տեղի ունեցել իրադարձությունները, բնականաբար հարցը դա չի։ Բայց Արցախյան պատերազմը հաղթական դիրքերով հրադադար կնքել, որովհետև առաջին պատերազմը չենք հաղթել։ Այդ սուտ մտածելակերպ, այդ լեզվամտածողությունը մի դրեք ձեր ուղեղում, սիրելի երիտասարդներ։ Ունեցել ենք հաղթական դիրքերով հրադադար, որից հետո դիվանագիտությունը պիտի աշխատեր ու ամրապնդեր այդ հաղթանակը արդեն իրավական միջազգային փաստաթղթերով, որտեղ որ հենց այդտեղ ձախողեցին, ուրանալով այդ հաղթանակը։ Այսինքն Քոչարյանն ասում է, որ Արցախն է պատերազմել, Արցախցին է միայն պատերազմել Ադրբեջանի դեմ ու հաղթել։ Ասենք կարելի է նման խոսույթով հանդես գալ պարոն Ռոբերտ Քոչարյան։ Դուք լուրջ եք խոսում։ Դու լուրջ եք խոսում։ Ու այդ թեզը ասես առաջ ու գիտեք ինչն է հետաքրքիր, ոչ մեկ չի կենտրոնանում դրա վրա։ Որովհետև երևի մենք դեսիրում ենք, չէ, անգամ ընկալելուց համառոտ ընկալել, հա, եթե ասում է, սա ուրեմն նկատի ունի նաև սա, չէ, ով ինչ նկատի ունի, դա խոսում է։ Եվ նման կարգավիճակի մարդիկ պիտի բավականին ճիշտ ձևակերպեն իրենց խոսույթը։ Ոնց է լինում, օրինակ, երբեմն Նիկոլ Փաշինյանը անում է արտահայտություններ, որոնք տարընթերցման տեղիք են տալիս, եւ ամեն մեկը յուրովի է մեկնաբանում, չէ՞, բայց այդ մեկնաբանությունները նույնպես անհրաժեշտ են լինում, որ քննարկման դաշտ բացվի։ Բայց նա ասում է հնարավորինս բաց։ Առհասարակ այդպես է ընդունված։ Մի հատ որ ուսումնասիրեք, աշխարհը կտեսնեք, որ այդպես է ընդունված։ Շատ քաղաքացիներ էլ քանի որ տեղյակ չեն, որ այդպես է ընդունված, ասում են, բայց խի ինքը տենց ասում, եթե գիտի, որ սխալ են հասկանալու։ Կներեք, չի կարող խոսողը մտածել դիմացինի սխալ հասկանալու վրա մասին։ Օրինակ, երեք ես մի հրապարակում եմ արել Էստոնիա կատարած այցի հետ կապված վարչապետի հրապարակում ինչ գրել է եկեք փաստորեն արձագանքեն, քանի որ լավ էր անցել հանդիպումը եւ ինչ որ բաներ չնկատվեց շատ, չնայած Սրբազանին այնտեղի ոնց որ թե վարկաբեկում են այստեղի որոշ հոգևոր Հայաստանի կողմնակիցներ, այնուամենայնիվ դրական մթնոլորտում ամեն բան անցել ու հրապարակել է, որ եկեք փաստենք, որ Էստոնիայում փաստորեն դաշնակ չկա, որովհետև եթե լիներ դաշնակ, անպայման կլիներ հերթական հարձակումը Հայաստանի Հանրապետության վրա, չէ՞։ Հիմա այնտեղ մի քաղաքացի գրել էր, որ ես իմ եթերները, որոնք որ եղել են դրոշ վառելու հետ կապված, ու ես ասել եմ, որ դա լավ բան չի, ադրբեջանական ալիքներով քննարկում են մարդիկ, չգիտեմ ինչ են անում։ Ու դա բացասական ձևով էր ասում։ Ասում եմ, եղբայր, ինչ շատ հետաքրքիր է, որոշ ապուշներ ինչ են քննարկում ու ոնց են ընկալում։ Բայց դու են ասա, դու իմ ասածին համաձայն ես, թե չէ, կոնկրետ դու, որովհետև ինձ հետաքրքիր ես դու ես իմ հայրենակիցը։ Հիմա այստեղ է, ժամանակին են Շուշին մռայլ դժգույն քաղաք էր, այս միտքը վերցրեցին այլ կերպ մեկնաբանեցին, հետո ասացին, դե թող նենց ասեր բոլորը հասկանային, այն մյուսը, դե տես չի կարելի։ Բայց հիմա ոնց է ստացվում, որ դուք Քոչարյանին ու Սերժին ոնց որ հիանալի հասկանում եք, Փաշինյանին չեք հասկանում։ Ոնց է, այդ նույն լրատվականները չեն։ Ասենք ոնց է լինում, լսում եք ոնց է Սերժ Սարգսյանը դեռ ժամանակին ասում, որ ինքը շատ ոգևորված են հանգամանքով, որ Թուրքիան նույնպես ներգրավվում է բանին, հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հարաբերությունների հարթեցմանը, դա հասկանում եք ինչ որ, որը որ ես չէի հասկանում։ Բայց դրանից հետոները ձեռ չի տալիս չեք հասկանում։ Հիմա տեսնեմ, եթե կարող եմ գտնել, ես այդ հատվածը
հենց ձայնով դնեմ լսեք։ Եթե չեք լսել իհարկե, էլի հայտնի արտահայտություններից է բանի Սերժ Սարգսյանի։ Հեսա, խնդրեմ։ Այո, ես համոզված եմ, որ Թուրքիան կարող է իր օժանդակությունը բերել Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին։ Եվ հիմա էլ կարծում եմ բերում է նախագահ Գյուլի այցելությունը Երևան, հայ-թուրքական բանակցությունների շարունակությունը շատ լավ օրինակ է դժվար խնդիրներ լուծելու։ Եվ վստահ եմ, եթե Թուրքիան բացի սահմանները եւ Հայաստանի հետ հաստատի դիվանագիտական հարաբերություններ, մեծապես օժանդակած կլինի Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը։ Նայեք, որ Թուրքիայի հետ սահմանները բացել պետք է, իրենք էլ են ասել։ Այսօր ինչ որ դեմ են արտահայտվում, ես ինչ եք անում, բաման։ Այսինքն, այդ պոպուլիզմը շարունակում են, լավ, դրանք մի կողմ, բայց Ղարաբաղյան հարցին Թուրքիայի ներգրավվածությունը քո ինչին է։ Ինչի՞ է Ղարաբաղի հարցը, որը արցախցիների ու ադրբեջանցիների մեջ ու հայ ժողովուրդը արցախցիների կողքին է։ Դու փորձում տարածել որպեսզի Թուրքիան էլ այդտեղ օժանդակություն ունենա, չգիտեմ, տեսանք ինչ օժանդակություն ունեցավ, սա մեկ, եւ երկրորդ ինչի համար։ Ու սա ներկայացնել որպես լավ բան։ Ու վստահաբար այնտեղ շատ հանրապետականներ, Հայկն Մամիջանյան, երևի երիտասարդ տարիքում նստել սենց է արել գլխով, օ, շատ լավ է, իսկապես, ասենք, ինչ որպես բարեկամ եք ներգրավել։ Չէ, իհարկե ես հասկանում եմ, ես ինչ ներգրավվածության մասին է խոսքը, այդ հենց են մեղրի փոխանակման ժամանակ, չգիտեմ, Թուրքիան պիտի ճանաչի ցեղասպանությունը բերել օրակարգ արտաքին դիվանագիտության եւ Թուրքիան էլ շատ լավ ներխուժեց, ոչ թե դուք ներգրավվեցիք, այլ ներխուժեց ձեր քո ու քո քավորը Ռոբերտ Քոչարյանի դիվանագիտական պարտության շնորհիվ։ Ու հիմա պիտի այդ մի կերպ հանրությանը ներկայացնեք, ինչ եք արել, բայց դուք չեք կարող ճիշտը ասել։ Այս ժամանակ լրագրողները իհարկե խելոք տունը պարկած քնած էին, դեռ ոչ մեկ պուլտը չէր սխմել, որ իրենք վեր թռնեին։ Այնուամենայնիվ, կան Քոչարյանի այս հարցազրույցին։ Ինչ է ասում։ Ասում է, եկեք ընթերցեմ, էլի։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններին։ Իմացել եմ Քոչարյանը կացնային տրամաբանությամբ փորձել է համոզել, որ 60-ական, 70-ական, 80-ականների զենքերը ամենից հուսալին են, չեն փչանում կամ հեշտ են նորոգվում։ Սա դասական քաղաքական կացինություն է, երբ քննարկվում է ոչ թե այդ զենքի հեռահարությունը, կրակի ուժգնությունը, նշանառությունն ու էֆեկտիվությունը, այլ հեշտ նորոգումը։ Նույն կացնային տրամաբանությամբ էլ դիրքերը կահավորած կանսերվի կոկոշներն էին գովաբանում, դրանք էլ չեն փչանում։ Նույն կացնային տրամաբանությամբ քարերն ու երկաթե մահակներն ավելի հուսալի են, դրանք ընդհանրապես չեն փչանում։ Իդեպ քարորիայից հետո նույն Սերժ Սարգսյանն էր Գերմանիայի մղկտով, որ կռվում ենք 80-ականների զենքերով։ Ինչ վերաբերում է ռազմական բալանսը խախտելու մասին Քոչարյանի անմիտ պնդումներին, ռազմական բալանսը հօգուտ Բաքվից գալիորեն խախտվել է 2005 թվականից։ Քոչարյանի կառավարման տարիներին, երբ ծաղկում էր քոչարյանական ընտանիքը Ծակ-Սվիտերից դեպի հունական կղզի Տանզանիայի հանքեր։ 2005 թվականից Ադրբեջանը ռազմական ծախսերով մոտ 3 անգամ գերազանցության է հասել Հայաստանի նկատմամբ։ Իսկ հիմա կացնային տրամաբանությամբ փորձում է համոզել, որ 25 տարվա խախտված ռազմական բալանսը 2 տարում հնարավոր էր վերականգնել, գրել է Չախոյանը։ Ոսմա 60-ականների, 70-ականների զենքերը 80-ականների շատ լավն էին։ Ասում է 2016 թվականի քարորիայում Քարորյան, ասենք, սենց բաժանեց, 90-ականների պատերազմը մենք հաղթեցինք, Քարորիայում մենք կարելի է գնահատել ոչ ոքի, որովհետև այո փոքրիկ կորուստներ ունեցանք, բայց դիվանագիտական առաջխաղացում հաղթանակ ունեցանք նաև։
Այնտեղ ուզում ես ասես մի րոպե։ Դիվանագիտական հաղթանակ ես ունեցել 2016-ին, դրա համար 2017-ին փակողում ես հայտնվել։ 2017-ին հայտարարել եք ինքներդ ոչ մեկ ձեզ չի պարտադրել։ Դուք Քոչարյան Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ փակողումա կանգնած է դիվանագիտություն, սա հաղթանակն է։ Եթե սա հաղթանակն է, ապա 2020-ի պատերազմը դուք ինքներդ էլ խոստովանում եք, որ տրամաբանական շարունակությունն է։ Ասենք ո՞նց կարելի է էլի այսքան այսպես։ Տեսնում եք, չէ, ինչքան դժվարությամբ եմ ես մեկնաբանում հիմա, որովհետև այս աբսուրդի ժանրից է։ Իսկապես աբսուրդի ժանրից, ոնց որ ուրիշ աշխարհի մարդու մասին խոսենք, ընդ որում առանց իմանալու այդ աշխարհի արժեքները ինչպիսիք են, որպեսզի ճիշտ կարողանան գնահատել։ Բա մեկը չկա մի հատ հարցնի ասի, օրինակ Ռոբերտ Քոչարյան Սումգայիթի Բաքվի փախստականներին, որոնք որ ճիշտ կլիներ, որ տեղակայվեն Արցախում։ Ինչի զորոշարով բերեցիր Երևանի կենտրոն։ Հիմա պատկերացնում կներեք, ես Սումգայիթի եւ Բաքվի Կիրովաբադի փախստականների հեմ ոչինչ չունեմ, հարգելիներս, ես շատ հարգում եմ ու ձեր հարցերը ժամանակ առ ժամանակ ինքս եմ բարձրաձայնում, բայց հարցը այսպեսինն է, եթե նայում ենք պետական շահի տեսանկյունից, հարցը ինչի որ ինչու դուք եկաք Հայաստան, հանկարծ այդպես չմտածեք, ոչ։ Պարզապես եղել է իրավիճակ, որ դուք ձեզ պիտի տեղափոխեին Արցախ, որպեսզի ձեր ներուժը նաև ճիշտ օգտագործվեր ու ավելի մոտ լինեիք եւ դիվանագիտական դաշտում էլ շատ հարցերում օգտակար կլիներ դա իրավունքների տեսանկյունից եւ անվտանգության տեսանկյունից տեղում ունենալով նաեւ մարդկանց կոնկրետ ում իրավունքները եւ անվտանգությունը խախտվել էր եւ նրանք ստիպված են եղել հեռանալ իրենց բնակավայրերից Քոչարյանը վերցնում է ձեզ ավելի էթնիկ զտման է ենթարկում ուղարկում է Հայաստանի Հանրապետության ուղղությամբ, որտեղ ավելի դժվար էր լինելու կառավարումը։ Այ օրինակ, պատկերացրեք, ճիշտ է, տարիների մեջ դժվարությունները հաշվի առնելով, բայց այնուամենայնիվ համակարգային առումով 2023 թվականին տեսակ պետությունը ինչ գործառույթ իրականացրեց էթնիկ զտման ենթարկված արցախցիների մեր քույրերի եղբայրների ուղղությամբ, հա, արձանագրումներով, ամեն ինչով, որ ունենա հստակ տվյալներ, որպեսզի կարողանա հետագայում ծրագրեր իրականացնելուց թիրախային դարձնի։ Այ երբ որ դուք եք ենթարկվում վտարման, այն նույն բանը պիտի լիներ։ Գոնե մոտավոր, չեմ ասում, լավ, ժամանակակից sense բաներով, բայց գոնե մոտավոր բանը պիտի լիներ։ Բայց դա էլ թողեցին ինքնահոսի, ձեզանից շատերը Հայաստանից էլ արտագաղթեցին։ Շատերը մեծ դժվարություններ են կրել, որպեսզի կարողանան ինչ-որ կերպ հաստատվեն այստեղ։ Բայց դա այլ կերպ պիտի լիներ։ Եվ այդ այլ կերպը չիրականացրեց հենց նույն Ռոբերտ Քոչարյանը, ով այդ ժամանակ Արցախում նախագահ էր աշխատում Ալիևի մոտ։ Ու մինչև կարճ դադարի գնալը եւս մի համառոտ։ Եթե հա Երևանի ավականու Հանրապետություն խմբակցության անդամ Հայկ Սահակյանը Facebook-յան էջում գրել է. Լսում եմ Քոչարյանին ու ապշում եմ, խոսում է զենքից ու զինամթերքից։ Ու ոնց է նեղված, որ Հնդկաստանից զենք է գնում Հայաստանը։ Թե բա լավագույն զենքերը 70-80-ականների զենքերն են։ Տեսեք ինչ են անում Ուկրաինայում, որ ռուսական ՊՎՕ-ն հայերեն հոп, ոնց է Ուկրաինայում բայրակթար խփում, իսկ այստեղ ոչ։ Ու հետ էլ ֆրանսիական ցեզարները համարում է ոչ էական։ Եթե 70-80-ականների զենքերը լավն են, ինչու այստեղ չաշխատեցին, հարցին պետք է լինի հստակ պատասխան, որովհետև Քոչարյանի դաշնակից Ռուսաստանը դաշնակից էր Ադրբեջանին։ Լավագույն դեպքում այդ զենքերը պիտանի չեն։ Վատագույն դեպքում Ռուսաստանը անջատեց հոպը։ Վերջում էլ խոսեց տնտեսությունից, գործարարներից ու ներդրումներից։ Այո, Քոչարյանի նախագահության ժամանակ կար մի
ժամանակահատված, որ երկրում արդյունաբերություն կար, գործարան էր աշխատում ու տնտեսություն կար, եւ դա Արամ Սարգսյանի վարչապետության շրջանն էր։ Իսկ ինչ արեց Քոչարյանը, Արամ Սարգսյանի թողած հարստությունը, այո, գույք պարտքի դիմաց, հանձնեց Ադրբեջանի դաշնակցին։ Իր բառերով երևի պետք է ասել, որ հասկանալի լինի, կաղնեցինք այս անհեթեթությունը։ Կամ էլ ավելի ուշ ժամանակների նախագահական տերմինաբանությամբ խիարնել է թարս աճել։ Խիարնելի թարս է աճել։ Կարճնատար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ, եւ այս ամեն ինչը խոսում է 26 թվականի մասին, թե որքան անհանգստացած են, որովհետեւ այն հիմնական աշխատանքները, որոնք որ պիտի իրականացվեին, կարծես թե ահագին բան հասցրվել է անել ու մնացածը կարծես տեխնիկայի հարց է, օրինակ նույն սահմանադրական դատարանի որոշումը եւ այլն, այս ապօրինի գույքի հետ կապված եւ ցույց են տալիս, որ իրենք պատրաստվում են 26 թվականին գնալ սուր գործողությունների ընտրությունների միջոցով։ Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը փայլեց, հիմա Ռոբերտ Քոչարյանը փայլեց, բայց երկու վախկոտներն էլ այդպես էլ չեն ցանկանում հասարակության հետ խոսել բոլորը բոլորի դիմաց, այսինքն բոլոր ղեկավարները ողջ հանրության առաջ։ Երկու վախկոտները, այո, որովհետև ասելիք չունեն ու բնականաբար, եթե երկրորդ մեկը, օրինակ, չասեմ Նիկոլ Փաշինյանը, պատկերացնում եմ, ես Ռոբերտ Քոչարյանի կողքը այս բանի ժամանակ, չգիտեմ ոնց է կարելի դա անվանել, դասախոսություն էին իրենք ասում։ Քոչարյանի կողքը օրինակ նստած լիներ Նիկոլ Փաշինյանը։ Ես պատկերացնում եմ, չէր կարող, սկի ներածականը չէր կարող արտաբերել, որովհետև ամեն բառի վրա կարելի ասել սխալ ես խոսում։ Ամեն դեպքում պատրաստվում են 26 թվականին եւ ովքեր են պայքարում դրա, օրինակ տեսեք, Էդգար Ղազարյան ինչ-որ հերթական անգամ Նարեկ Մալյանի հետ, եկեք ես խնդրում եմ Նարեկ Մալյանին չանդրադառնամ Էդգար Ղազարյանով, որովհետև Էդգար Ղազարյանը եթե ինչ-որ տեղ որքան էլ անընդունելի մտքեր է արտահայտում, որքան էլ իր միտինգներին բռնության կոչեր են հնչում, այնուամենայնիվ փառքա Նարեկ Մալյանի դեմը։ Էդգար Ղազարյանն սկսում է իմպիչմենտի գործընթաց։ Հիմա եկեք միասին հասկանանք, անվստահության բան հայտնել։ Հիմա 107 падգամավոր կա։ 107-ից առնվազն 54-ը պիտի կողմ քվեարկեն ազգային ժողովում, որպեսզի դա այդպես լինի։ Ինքը շատ լավ գիտի, որ ընդդիմությունը չունի այդքան մանդատ, ընդդիմությունը ունի 30-32 մանդատ։ Ապա ու ԿՊ-ից հաստատ ոչ ոք չի միանալու այդ գործընթացին։ Ապա ինչու է սա անում։ Ասեմ, նա պարզապես փորձում է աչքի ընկնել եւ դիրքավորվել 26 թվականի ընտրություններին եւս մեկ ընդդիմություն խաղալու համար։ Թող խաղա, իրենց գործն է, որովհետեւ իրենք իրարից են ձեն տանելու, հարցը դա չի։ Թող խաղան, բայց երբ որ դուրս են գալիս ու մեծ բաներ են խոսում, իբր տեսեք, հեսա բան, այն, հետո Թագուհի Թովմասյանը կանգնում է լրագրողների առաջ ասում է, որ բոլոր տեսակի հարցումները ցույց են տալի, որ քաղաքացիների 70%-ը ես ուղիղ մեջ բերեմ, հա, քաղաքացիների 70%-ը բառացի այստեղ մեջ եմ բերել, 70%-ի կողմից կա տոտալ անտարբերություն քաղաքական պրոցեսների նկատմամբ, բա սա խսած գործառույթների մասին է։ Նոյեմբերի 9-ից սկսած, երբ դուք փողոցներում եք, կներեք, լավ, 21 թվականից եկեք, որովհետև հիմնական քաղաքական պրոցեսները այդտեղ սկսեցին։ Երբ Քոչարյանն ասեց մաշեցնելու եմ մինչև քոկը, այդ ժամանակվանից խնդրում էի ձեզ եմ խնդրել, Թագուհի Թովմասյան, Էդգար Ղազարյան, Քոչարյան, Սերժ,
չգիտեմ, Արծվիկ, բոլորիդ խնդրել եմ։ Սեյրան Օհանյան, ասել եմ խնդրում եմ։ Այս ժողովրդին այսօրը շատ մի գցեք։ Այսքան ատելություն մի գեներացրեք։ Ժողովուրդը արդեն դուրս է գալիս հունից ու ժողովուրդը սկսելու է դառնալ անտարբեր, իսկ անտարբերությունը ամենավատ բանն է։ Ամենավատ բանը։ Դուք գիտեք իհարկե, դուք ճիշտ եք անում, դուք ինստիտուտներ եք ավարտել, ես ոնց կարող եմ ձեզ բան ասել։ Հա։ Այսօրվա դրությամբ դուք խոստովանում եք, որ ձեր կողմից պատվիրած բոլոր տեսակ հարցումները ցույց են տալիս, որ հանրության 70%-ը անտարբեր է այդ process-ներին։ Հիմի ցանկացած քաղաքական գործ չի եմ հարցնում, դա լավ է թե վատ։ Դա վատ է, չէ՞։ Իսկ այդ վատին ով է բերել։ Ինչ գործողություններով են բերել։ Դուք հիասթափեցնելով, վիրավորելով մարդ, բացի ովքեր ձեր կողմից չեն իրենց վիրավորելով ու ինչ ասես անվանելով։ Այստեղ մի հատ ժուրնալիստներին պրիվետ էլի։ Բացի դա, նաև ձեր թիմակիցներին եք դուք մաշացրել, որովհետև իրենց հույսերն էլ չեն իրականացրել։ Ու դարձել են մարդիկ անտարբեր։ Ինչը շատ վատ է, այո, որովհետև հանրությունը առհասարակ պիտի լինի որոշակիորեն քաղաքականացված, բայց քաղաքական բառի ամբողջական իմաստով։ Որովհետև ցանկացած իրադարձություն քաղաքականության արդյունք է, այն որ տրանսպորտի է սպասում, տրանսպորտը ժամանակին չի գալիս կամ գալիս է, դա արդեն քաղաքականություն է, վերջացրած ձեր բակում, եթե, չգիտեմ, երեխաների խաղահրապարակ են կառուցում կամ քանդում, դա քաղաքականություն է։ Ցանկա գնում ես հաց առնելու, հենց գումարը տվեցիր, դա քաղաքականությունն է։ Ամեն ինչը քաղաքականություն է։ Մենք իհարկե քաղաքականություն ասելով հասկանում ենք մի քիչ այլ բաներ, բայց ցանկացած ու այնպես է որ սիրելի քաղաքացիներ, այդ խոսքը կա։ Դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը անպայման զբաղվում է քեզանով։ Այսինքն կարելի է խորքային չհետևել, չգիտեմ, պարտադրել չի գլուխ անել, կան էքսպերտներ, որոնք կնկարագրեն, կբացատրեն, բայց պետքա տեղեկացված լինել քաղաքականությունից ու ունենալ դիրքորոշում։ Իսկ այս մարդիկ ոնց իրենց 30 տարիների ընթացքում էին ամեն ինչ անում, որ ձեզանից ոչ ոք չզբաղվի քաղաքականությամբ, այդպես էլ ընդդիմություն որպես հասան դրան։ Ու այսօր խոստովանում են դա։ Այսօր դա խոստովանում են, ու դա վատ է։ Վատ է, որովհետև ցանկացած իշխանություն, անկախ նրանից, հա, ուզում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ուզում է աշխարհի ամենաավելի դեմոկրատ իշխանություն, եթե լինում է, ու քաղաքականությունը, հասարակությունը արհամարած է լինում, պահանջատեր չի լինում գործողությունների, գործընթացներին, հետաքրքրված չի լինում, հարցադրումներ չի անում, քննարկումներ, քննադատություններ չի կազմակերպում, ռեյտինգը նմանատիպ հաղորդումների ցածր է լինում, դա լճացնում է իշխանություններին եւ տանում վտանգավոր տեղ պետության համար։ Այս մարդիկ ձգտել են դրան։ Այսօր նոր խոստովանում են այն, ինչի մասին 4 տարի աղաղակում ենք, ու երբ որ դրա մասին էլ խոսում եմ, ինձ նույնպես վարկաբեկում ու սպառնում էին։ Հիմա տեսակ, որ ով էր հերթական անգամ ով էր ճիշտ, մի հատ ասա, եւ ով էր սխալ։ Եվ հետո կանգնել ու ասել, ես Երանի եմ տալիս Սերժ Սարգսյանի կոռուպցիոն համակարգին։ Պատգամավորի խոսույթ լսեք։ Իմիջիայլոց ես խնդրում եմ, որպեսզի այս հաղորդումը, սա ընդունեք որպես հաղորդում։ Որովհետև մարդը լինելով Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական թիմի ներկայացուցիչ, պատիվ ունեմ խմբակցության ներկայացուցիչ, խոստովանում է կոռուպցիոն համակարգի մասին։ Խոստովանություն է անում։ Իհարկե հետո փորձում է խոսքը թեքել քան այսօրը, բայց այս քան այսօրը կարծիք է արդեն, հասկանում եք։ Որովհետև այդ կարծիքի հետևից դեռ չի գնացել, ասի հեսա, այ որ ասում եմ այսքան միլիոն է, էսի որ տարել էր, այնի որ տարել էր։ Մի հատ անիֆի պատմություն է, այդ անիֆի պատմությունով էլ քրեական գործեր կան։ Նենց որ իր ասելով չի էլի դա։ Հիմա բայց ինքը խոստովանում, ինքնախոստովանական է տանում իր խմբակցության ղեկավարի կողմից։ Իր խմբակցության առհասարակ
ներկայացուցիչների անունից։ Ասում եմ, այդ համակարգը եղել է, որին ներկայացուցիչ եմ ես, կոռուպցիոն համակարգ, եւ ես երանի եմ տալիս այդ օրերին։ Սա չեք ուզում որպես հաղորդում ընդունել։ Մարդը ինչից գիտի։ Ու ասում է։ Ես այսպես այսօր տարբեր թեմաներ եմ փորձում լցնել դաշտ, որ առաջիկա 3 օրը ասես ավելի կոնկրետացրած անդրադառնանք։ Հիմա գանք զենքերի թեմային։ Որովհետև երեք Անդրանիկ Քոչարյանն էլ Civic AM-ին հարցազրույց էր տալիս եւ այսպես հպանցիկ անցավ այդ կողմով։ Հիմա մարդը ասաց, որ ընդդիմադիրներին նույնպես հրավիրել են, իհարկե գաղտնիության որոշ կոդով, որպեսզի գնան շրջան ցույց տան, թե ինչ է կառված, ինչ չէ։ Եղել են մարդիկ, որ համաձայնվել են ու շատ հոգիները փառավորվել է, բայց հիմնականում չեն համաձայնվել։ Ինչի՞ չեք համաձայնվել, բա որպեսզի Քոչարյանը նստի, կարողանա նստի ու ասի 70-ականների զենքը լավ է, ես ասեմ 44 օրյային իմ զենքը եղել է 1969 թիվ, ինձանից 10 տարի մեծ, ուղիղ 10 տարի մեծ, հետո դուք ով եք խոսում։ Ու այնքան էլ վստահ չէ, որ բայց սա դեռ հետնյոտնի, բայց մինչև հետնյոտնա 1000 բան կա։ Պատերազմը մենակ ձեռքի զենքը չի։ Հիմա ես հարցեր շատ կան, չնայած շնորհակալություն Անդրանիկ Քոչարյանին, որ վերջապես լուսավորեց մեզ, որ զեկույցը 44 օրյա քննիչ հանձնաժողովի, պատերազմը քննող հանձնաժողովի սեպտեմբերի 27-ի հաջորդող նիստումա լինելու եւ փակ նիստումա լինելու հուսանք բաց մասը այնպես կշարադրվի, որ մեզ էլ որոշակիորեն կբավարարի բանը կասկածները ցրելու առումով, բայց 44 օրյայում բոլորս գիտենք, որ հարցը այսպեսինն է, տեսեք։ Ասում եք հիմա խոսք է գնում, թե Բաքվում գտնվում են այն մարդիկ, ովքեր հականիկոլական էին, սենց վատ արտահայտություն եք անում։ Չնայած այնտեղ տարբեր մարդիկ են։ Ուղղակի դուք չեք ցանկանում դա նկատել։ Պատերազմի ժամանակ եղել են խոճապ տարածողներ եւ ցանկացած մեկ, ով մասնակցել է պատերազմին, լսել է արտահայտությունը, որ հողերը Նիկոլը տվել է արդեն։ Սա կարող եք հարցնել շարքային զինվորից մինչև կամավոր, ցանկացած մեկին։ Իսկ այնտեղ տասնյակ հազարներով մարդիկ են եղել։ Հարցրեք։ Եղել է այդ խոսույթը։ Հիմա ես այսպեսի հարց եմ տալիս։ Նիկոլ Փաշինյանը իր կողմից մարդիկ էր ուղարկել, որպեսզի գային ու ասեին, որ Նիկոլը հողերը տվել է, մի կռվեք։ Սա չի լինում, չէ՞, տրամաբանական չի, չէ՞։ Այս ասողները ինչ որ ճիշտ բան էին ասում, եթե ճիշտ բան էին ասում, պիտի վեր կենան ու ասեն, հա, մենք ենք ասողները եղել։ Ու հիմնավորեն իրենց ճիշտը, չէ՞։ Բայց ոնց որ ոչ ոք դուրս չգա, այսքան եղել է կոնկրետ դավաճանական process այդ ուղղությամբ։ Ապա ովքեր են եղել դա ասողները։ Ես ինձ համար պատասխանը ունեմ իհարկե։ Եղել են իրական հանձնողները։ Իրական հանձնողները։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Բայց ոնց, քանի որ ես տեսնում եմ, որ դուք այս թեզը գլխի վրա շուռ եք տալիս, քաղաքական ձեր ղեկավարությունը, ինձ մոտ առաջանում է հիմնավոր կասկած, որ դուք առաջնորդն եք այս բոլոր տեսակ դավաճանների։ Եվ դա եղել է համակարգված աշխատանք հայ զինվորի, կամավորի, արցախցու եւ Արցախի դեմ, ինչու ոչ նաեւ հեռանպատակով նաեւ Հայաստանի Հանրապետության դեմ։ Եթե կարող եք այլ կերպ ինձ ասել, խնդրեմ համեցեք
լուսաբանեք ձեր մտքերը։ «44 օրյա պատերազմից եկեք փորձեք դուք քիչ խոսեք, որովհետև հենց սկսում եք խոսել, արդեն վատ բաներ են տեղի ունենում։ Իսկ մենք հարգելով զոհվածների հարազատներին չենք ցանկանում շատ ներկապնակը ամբողջ բացել, մեկը ես, որովհետև դրանք ցավալի պատմություններ են, որովհետև դրանք կարող են մարդկանց շատ խորը ավելի խորը հուսահատության մեջ գցել, ցավը կրկնապատկել, անընդհատ չթողնել, որ այդ սպին լավանա եւ այլն։ Ինչի կողմնակիցը դուք եք։ Ես չեմ։ Ես մի բան գիտեմ, որ մեր հերոսները իրենց կյանքը նվիրել են հանուն Հայաստանի Հանրապետության անկախության եւ իհարկե նաեւ հանուն Արցախի, որը դարձյալ դավաճանաբար դուք հանձնեցիք։ Ուրիշ բան չկա այդտեղ։ Եվ սա պարզապես կարծիք չի, որ դուք ասեք, Նիկոլն է հանձնել, ես ասում դուք եք հանձնել, հետ մեկ ասեին հանձնել, չէ։ Այստեղ գոյություն ունի, գիտեք, առհասարակ դա գիտնականները վաղուց դրա մասին խոսում են, որ հասարակությունը ունի 3-ից 6 ամսվա հիշողություն ընդհանուր առմամբ։ Բայց հասարակությունը քանի որ բաղկացած է ինդիվիդուալ մարդկանցից, ինդիվիդուալ մարդիկ կան, ովքեր որ իրենց առանձին հիշողությունը անընդհատ հիշողությամբ կարող են անընդհատ թարմացնել հասարակության հիշողությունը։ Եթե ձեզ թվում է, որ ինֆորմացիոն դաշտում այսքան ներուժ դնելով, այսքան գումարներ դնելով, այսքան fake edge-եր ստեղծելով, այսքան լրագրողներ, ովքեր պատրաստ են անգամ ապրիլ 24-ը վերացել շոուի իրենց անգրագետ մեկնաբանություններով, կարող եք դրանով ազդել որոշ process-ների վրա, չարաչար սխալվում եք։ Չարաչար սխալվում եք, որովհետև թեմաները սրբազնացված թեմաներ են։ Հնարավոր չի այդտեղ կպնել։ Այդտեղ կպնելուց դուք ձեզ պղծում եք, ձեր անունը նույնպես, իհարկե պղծվում է նաև այդ սրբազնացված իրավիճակը, բայց դա ձեր կպնելուց։ Բայց դա անընդհատ հետո մաքրման process անցնում է։ Դուք վանդալիզմի եք ենթարկել ցեղասպանությունը, ցեղասպանության մասին մեր հիշողությունները, վանդալիզմի եք ենթարկել Արցախյան պատերազմի հետ կապված մեր հիշողությունները, մեր հաղթանակները, ամեն ինչը։ Դուք էժանացրել եք ցանկացած բան։ Եվ ես անպայման մի առիթով նստելու եմ ու ընթերցելու եմ այն հիմնական բոլոր փաստաթղթերը, որոնք որ հրապարակային են, եւ մեր քաղաքացիները գուցե այդքան էլ սեր չունեն կարդալու, բայց կլսեն։ Եվ ձեր հույսը հենց դա է, որ մեկը ով է կարդալու տենց ինստիտուցիոնալ գրառումները, իսկ մենք կկարդանք։ Հետո մի այլ գրառում էլ աչքովս ընկավ։ Սրանք սկսում են արդեն շատ հերոսացնել այդ նույն Արցախում Բաքվում պահվող արցախցի գերիներին, ռազմաքաղաքական ղեկավարության մասին է խոսքը, նրանք հերոսներ են, նրանք մնացին, որպեսզի մինչև վերջին արցախցին դուրս գա, նոր իրենք գնան, նոր իրենք դուրս գան։ Ոչ, ցուցակ չի եղել։ Պատմությունները այլ բան է, իհարկե պատմություններն այնպիսին են, որ դուք կարող եք այդպես ներկայացնել, բայց դա այդպես չի։ Առհասարակ գոյություն ունեն անձիկ մարդիկ, ովքեր չպիտի գերի ընկնեն։ Եվ այդ մի հոգու գերի չընկնելու վրա պիտի 50 հոգից կարող է զոհվի, բայց այդ մի հոգին չպիտի գերի ընկնի։ Հասկանում եք։ Իհարկե ամեն ընտանիքի համար իր տան տղամարդու կյանքն է թանկ, բայց պատերազմը այդպիսի բան է։ Ինչ անշարքում մնացել ենք մինչև վերջին արցախցին դուրս գա, որ գնայք Բաքվի բանտերում, դա պատմեք
հատուկ ծառայություններին այն ինչ որ այստեղ ունեք Ընթերցենք, շատ բան կընթերցենք, այսօր sense մի քանի թեմա թողնենք դաշտում, ժողովուրդ ջան, շաբաթվա ընթացքում դրանք անընդհատ ավելի բացելու համար, եթերում ազատ շփումներ կհանդիպենք